4 օրից կավարտվի 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը։ Իրավագիտություն, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Սրանք են վերջին տարիների ամենապահանջված ոլորտները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանը Armenpress-ին տված մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել։ 25 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Առաջին փուլում միայն առարկան, երկրորդում արդեն բուհն ու մասնագիտությունը պետք է նշել։ Շատ դիմորդներ համակարգում դրանք չնշելու հետևանքով դուրս են մնում մրցույթից։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նաեւ հիշեցումներ է ուղարկում։ Մենք չենք կարողանում տեսնել ինքը ինչ է ուզում, ինքը իր մտքին ինչ կար։ Եթե չի ուզում, մենք նույնիսկ գիտեք ինչ ենք անում, ավելի ենք պարզեցնում։ Իրենց ուղարկում ենք հաղորդագրություններ իրենց հեռախոսահամարներին, որ դուք ձեր բուհ չեք նշել եւ եթե ցանկանում եք բուսումը շարունակել արկաուսման համակարգում, ապա ընտրեք բուհը եւ մասնագիտություն։ Ավելին ասեմ, եթե այդ հիմնական մրցույթին իրենք չեն մասնակցում նաև լրացուցիչ մրցույթին, որովհետև տեսեք, այնտեղ գրված է մրցույթից դուրս մնացածները, բայց իրենք մրցույթին չեն մասնակցում, դրա համար մրցույթից դուրս մնալ չեն կարող։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ առաջին փուլի մասնակիցների 80%-ը ամռանը նորից քննություն է հանձնում։ Այս անգամ հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնած 11608 հոգուց 7780-ը կրկին դիմել է գնահատականը բարելավելու համար։ Ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 1975, ասենք 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Քննությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու համար գնահատման եւ թեստավորման կենտրոնը պարբերաբար նոր մոտեցումներ է կիրառում, որոնցից վերջինը մետաղորսիչ սարքն է, բայց չնայած դրան գնահատական փախցնելու դեպքեր երբեմն գրանցվում են։ Մենք ունենք մի փոքր, ասենք թերացում կամ մենք կամ մեր համակարգը, որ տեսեք հեռախոսներ կամ այդ սարքերը իրենք տեղավորում են այնպիսի տեղերում, որ դու քեզ թույլ չես տալիս ստուգել։ Իհարկե, նույն գործողությունը մենք կարողանում ենք անել քննասենյակներում, երբ տեսնում ենք, որ դիմորդը անհանգիստ է, նույնը կարողանում ենք անել, բայց կրկնում եմ, այդքան էլ հաճելի չի լինում մեզ համար այդ ձևով հայտնաբերել այս կամ այն հեռախոս։ Կարոն Ասիբյանը հորդորում է դիմորդներին ներկայանալ առանց հեռախոսների եւ ականջակալների։ Նմանատիպ իրերի հայտնաբերման դեպքում գնահատման եւ թեստավորման կենտրոնը դրանք վերադարձնելու հարցում պատասխանատվություն չի կրելու։